Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Սոնան լուռ կանգնած է Վրամի անկողնու կողքին։ Սենյակում տիրում է սուր լռություն, որը ընդհատվում է միայն սարքերի միատեսակ զարկերից։ Սոնան ձեռքերը սեղմել է իրար, փորձում է ուժ գտնել խոսելու, մոտ լինելու Վրամին, բայց վերջինս շրջում է դեմքը։ Նրա ձայնը թույլ է, բայց բառերը ծանր։ Ասում է, որ չի կարող ներել Սոնային իրեն մենակ թողնելու համար։ Սոնան չի փորձում արդարանալ, նա գիտի, որ մեղավոր է։ Պարզապես ասում է, որ այսուհետ երբեք նրան մենակ չի թողնելու, ինչ էլ Վրամը ասի։ Ասում է, որ նստելու է հիվանդանոցում այնքան, որքան պետք լինի, եւ ոչ ոք իրեն դուրս չի հանի այստեղից։ Մի քանի րոպե անց հիվանդասենյակի դուռը բացվում է, ներս են մտնում բժիշկն ու Անիկը։ Անիկը աչքերը անգամ չի փորձում թաքցնել, հուզված, բայց որչափ էլ լինի, նա ուժ է դրել իր մեջ ամուր կանգնելու համար։ Բժիշկը մոտենում է Վրամին եւ ասում, որ եկել է կարևոր փուլ սկսելու ժամանակը։ Վրամը պետք է նստի, փորձի ոտքի կանգնել, թեկուզ մի քիչ, որպեսզի պարզ լինի ինչ փոփոխություններ են արվել։ Սակայն հենց որ բժիշկն աջակցում է Վրամին նստելու համար, ամեն բան փոխվում է։ Վրամը սեղմում է ափերը, ճիք է անում, բայց չի կարողանում շարժվել։ Նա շնչում է անհանգիստ եւ վերջապես ասում է այն մի նախադասությունը, որ սենյակի օդը սառեցնում է։ Ինքը չի զգում իր ոտքերը։ Անիկը կարծես կանգ է առնում օդում, իսկ Սոնան բախվում է հերթական սարսափին։ Բժիշկը փորձում է հանգստացնել, ասում է, որ նման բաները նորմալ են, նման ծանր գլխային վնասվածքներից հետո։ Բայց միաժամանակ ձայնը դառնում է լուրջ։ Բժիշկը չի կարող խոստանալ, որ Վրամը երբևէ նորից քայլելու է։ Մոտ ապագայում նա ամենայն հավանականությամբ ստիպված է լինելու տեղափոխվել անվասայլակ։ Սենյակում տիրում է ծանր լռություն, որը մեկ վայրկյանում փոխում է Սոնայի ու Անիկի շունչը։ Սոնան փորձում է մոտենալ Վրամին, բռնել նրա ձեռքը, բայց Վրամը թույլ չի տալիս, ասելով, որ չի ցանկանում, որպեսզի իրեն խղճան։ Այս ընթացքում Նարեի կյանքում տեղի է ունենում մի այլ, ավելի մութ ու ողբերգական տեսարան։ Նա բացում է հոր ննջասենյակի դուռը առանց մտածելու, առանց կռահելու, թե ինչ է իրեն սպասվում ներսում։ Եվ հենց այդ պահին լսվում է կրակոցի ձայնը։ Սաքոն նստած է սենյակի մեջտեղում, ձեռքում զենքը, իսկ գնդակը գրեթե դիպել էր գլխին։ Միայն մի քիչ էր շեղվել։ Նարեն մի պահ քարանում է, հետո ճիչը դուրս է պրծնում նրա կրծքից, նա վազում է դեպի հայրը, գոռում, լացում, փորձում հասկանալ, թե ինչու է նման քայլի գնացել։ Սաքոն չի խոսում, նույնիսկ չի փորձում բացատրել։ Նարեն ցավից խելագարված մտածում է, որ այս ամենը տեղի է ունենում Աշոտի սպանության մասին ճշմարտության պատճառով։ Սակայն Սաքոն իրականում տանջվում է բոլորովին այլ բանից։ Նրա գլխում դեռ հնչում են Աբոյի դաժան նվաստացուցիչ խոսքերը, որոնք նա լսել էր իր առևանգման պահի։ Խոսքեր, որոնք կոտրել են նրան ներսից, խլել վերջին ուժն ու արժանապատվությունը։ Նարեն շնչակտուր, ամոկվելու փորձերով դուրս է գալիս խոհանոց ջուր խմելու, ձեռքերը դողում են, շունչը խզվում է, եւ հենց այդ պահին հնչում է հեռախոսի զանգը։ Էկրանին Հայկի անունը։ Նրա ձայնը մտահոգ, ուժեղ, անմիջապես նկատում է Նարեի հոգեվիճակը։ Ասում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց Նարեն չի համարձակվում պատմել ճշմարտությունը։ Նա գիտի, որ այս պատմության մեջ նոր թափվող լույսը կարող է պայթեցնել ամեն ինչ։ Նա լռում է, փորձում է ձայնը հավասարակշռել ու թաքցնել կատարվածը, մտածելով, որ գուցե ժամանակը ինչ-որ բան շտկի։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սաքոն կասի Նարեին, որ Աբոն իրեն առևանգել էր։ Գրեք մեկնաբանություն։